Շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, պետք է խնդրեմ մանրամասն ներկայացնեք, թե իրականում ում վերջի սկիզբն է, ԵԱՏՄ-ի, որ Նիկոլ Փաշինյանը ասաց, եթե այս հարցը չլուծվի, սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է լինելու, թե Հայաստանի տնտեսության։ Մենք գիտենք, որ արտահանումը ամբողջությամբ սահմանափակված է, մենք գիտենք Հայաստանի ներսում տնտեսվարողները պարոն Ծառուկյանի բիզնեսները փակելով աշխատակիցները բողոքի ակցիաներ այսօր անում, ինչ վիճակի են հասել, այս ամենի հետ կապված խնդրեմ ձեր տեսակետը արտահայտեք եւ ինչ է նշանակում, երբ որ մենք փորձում ենք այս շուկան, որը տարիներով ձևավորված շուկա է եւ փոխարենը չկա որևէ այլ ընտրանք, չնայած խափում են, ասում են Եվրոպա ենք արտահանելու, խնդրեմ։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար եւ շնորհակալություն հարցադրումների համար, շատ կարեւոր եւ խնդրահարույց հարցեր հղեցիք, փորձեմ հնարավորինս պատասխանել ձեր հարցերին։ Առաջին, ճիշտ ասած, այսօր ես Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցից 1-2 հատված տեսա, փորձեցի նյարդերս մի փոքր լարել եւ առհասարակ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական պրոցեսներից։ Այն որ Նիկոլ Փաշինյանը զանգ էր տվել Ռուսաստանի Դաշնություն, փորձելով Ռուսաստանի նախագահի հետ զրուցել եւ արկա խնդիրները, որը կան Հայաստանի Հանրապետության եւ ԵԱՏՄ-ի եւ առավել եւս Ռուսաստանի հետ, քաղաքական եւ տնտեսական, եւ ոնց հասկացա այդ զանգից, Ռուսաստանը կոշտ դիրքորոշում է որդեգրել, որ եթե դուք գնում եք Եվրոմիություն, մենք պատրաստ չենք ֆինանսավորել ձեր տնտեսությունը եւ ձեր ազգաբնակչությանը մաչելի գազով եւ ձեր ապրանքները մեր երկիր կամ մեր կառույցներում սպառելու համար եւ դա բնական է եւ օբյեկտիվ է։ Եթե մենք հանդիսանում ենք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ 15 թվականի հունվարի 1-ից եւ ստանձնել ենք բազմաթիվ իրավունքներ եւ նաեւ ունենք պարտականություններ, մենք պետք է պատշաճ ձևով այդ իրավունքները եւ պարտականությունները պահպանենք։ Հակառակ դեպքում մենք հանդիսանալու ենք ոչ վստահելի գործընկեր, որը արդեն իսկ ոչ վստահելի գործընկեր ենք։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի, այս տնտեսական քաղաքականությունը ձկնաբույսների հետ կապված, ջերմոցային տնտեսության հետ կապված, բանջարաբոստանային կուլտուրայի հետ կապված եւ առհասարակ այն ապրանքները, որը արտադրում եւ արտահանում ենք ԵԱՏՄ շուկա, հատկապես Ռուսաստանի Դաշնություն, իրականում ԵԱՏՄ-ի ոչ սկիզբ հասկացություն կա, ոչ էլ վերջ հասկացություն կա։ ԵԱՏՄ-ն, ասենք, այն ժամանակը դադարի գոյություն ունենալ, երբ որ անդամ պետությունները ինքնիշխանությունից զրկվել։ Սա Նիկոլ Փաշինյանի ցնորքն է, որտեղ ԵԱՏՄ-ն ինքը 5 պետություններից բաղկացած տարածաշրջանային կառույց է եւ նաեւ միջազգային կառույց է, որտեղ կան դիտորդ պետություններ, նույն Վենեսուելան, Եգիպտոսը, ասենք Իրան Իսլամական Հանրապետությունը, Չինաստանը եւ այլն, սակայն չի կարելի նման, ասենք, բառապաշարով երկրի վարչապետը խոսել, որ սկիզբն է լինելու ԵԱՏՄ-ի ավարտի, ոչ, ավելի շուտ սկիզբն է լինելու Հայաստանի Հանրապետության տնտեսության հողարկավորության։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը այսօր լուրջ խնդիրներ ունի, որովհետև այն ապրանքները, որը արտադրում ենք արտահանման համար, հանձինս ԵԱՏՄ, մենք չենք կարողանում արտահանենք։ Եվ Նիկոլ Փաշինյանը եւ մեր էկոնոմիկայի նախարարը բարբաճում են ինչ-որ անհեթեթ բաների մասին։ Դուբայ ենք արտահանում, Եվրոպա ենք արտահանում, Վրաստան, Ուկրաինա, մեկ այլ երկրներ։ Եթե դուք արտահանում եք կամ պայմաններ են ստեղծվել արտահանում ենք, այդ դեպքում հարց է առաջանում, մեր տնտեսվարող սուբյեկտները ինչու են դժգոհում։ Այդ դեպքում հարց է առաջանում գյուղատնտեսության ոլորտում զբաղվող տնտեսվարող սուբյեկտները յուրաքանչյուր իր ապրանքի հետ կապված խնդիրներ ունի, ինչու են դժգոհում։ Այստեղ կա երկու կարծիք, կամ մեր տնտեսվարող սուբյեկտներն են ստում, ծույլ են, չեն կարողանում արտահանել, կամ Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունն է ստում, որ Եվրոպան սպասում է մեր ապրանքներին, Մերձավոր Արևելքը սպասում է մեր ապրանքներին, բայց մենք ի վիճակի չենք կամ չենք ուզում արտանենք։ Ոչ, կա այսպիսի մի հասկացություն։ Բիզնեսը, կապիտալը, դա կլինի աշխատուժը, դա կլինի ֆինանսական ռեսուրսները, ներմուծում, արտահանում, հումքանյութային ռեսուրսների տեսքով, պատրաստի ապրանքի տեսքով, կիսաֆաբրիկատի տեսքով,
Քաղաքական սահմաններ չեն ճանաչում, բիզնեսը իրեն լավ է զգում եւ ադապտացվում է այն ժամանակ եւ այն տարածաշրջաներում, որտեղ ինքը կարողանում է վստահելի գործընկերներ ձեռք բերել։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունը 35 տարի անկախ լինելով իր տնտեսական ուղղվածությունը արտահանման հիմնականում կառուցվել է ԵԱՏՄ-ի շրջանակներում կամ նախին խորհրդային միության տարածաշրջանում։ Եվ Նիկոլ Փաշինյանը դժգոհելու արդյունքում 8 տարի դու Հայաստանի Հանրապետության ղեկավարն ես ել, պարոն Փաշինյան։ Ինչու քայլեր չեք ձեռնարկել տնտեսական բլոկի կառույցների հետ միասին, աստիճանաբար նոր շուկաներ փնտրտելու։ Ինչու չունենք այն լաբորատորիա բազան, որտեղ կարող են մեր ապրանքները ստուգվել, չափանիշներին համապատասխանում են թե ոչ։ Ինչու են անգործության մատնվել տարիների ընթացքում, նախորդ իշխանությունները վատն էին, հասկացանք, լավ։ Բա դուք 8 եւ ավելի տարի արդեն լինում, իշխում եք, ինչու են այնպես ստացվել, որ մեր ապրանքները չեն համապատասխանում որակի առումով, քանակի առումով, գնային առումով արտահանման եվրոպական երկրներ, իրականում մենք Եվրոպայել ենք արտահանում, Ամերիկայել ենք արտահանում, Մերձավոր Արևելքել ենք արտահանում, բայց հիմնական շուկան, արյուծի բաժինը մեր արտադրված եւ նախատեսված արտահանման համար դեպի ԵԱՏՄ շուկա եւ մենք թաղում ենք մեր տնտեսությունը արճակատման գնալով քաղաքական գործոններից դրսի տերերից հրահանգված Ռուսաստանի հետ եւ ոչ թե ԵԱՏՄ-ի, ասենք սկիզբն է, վերջն է, սկիզբը, այլ մեր տնտեսության հողարկավորությունն է երևում։ Այսօր գիտեք ինչ ասեք կառավարության նիստին, ասես գրքեր կբորբոքեն, բայց պետք է ասեմ, վաղուց աճեցված զուգ չեմ օգտագործում, ուրեմն խնդիր կա, չէ՞։ Այսինքն տեսեք հիմա ժուլիկությունը որտեղ է հասնում։ Այն ապրանքները, որոնք չեն կարողանում արտահանել, որտեղ փակ է տոտաշուկան, Եվրոպան չի սպասում սրանց ապրանքի, փաստացիորեն ինքը արդեն խոսում է վատ որակի մասին։ Այսինքն Ճիշտ ասած, սա առաջի դեպքը չի, որ Նիկոլ Փաշինյանը վատաբանում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների որակի հետ կապված, նույն ծաղիկների հետ կապված, կատնամթերքի հետ կապված, այո, ասում է վերջի ժամանակներս կամ տարիներս ձուկ չեմ գնում կամ համենայն դեպս հայկական ծագումով ձուկ չեմ գնում։ Եթե դու Հայաստանի Հանրապետության թիվ 1 ղեկավարն ես, 8 տարի, ոչ բարով, հայկական ծագումով ծկտամթերք չեք ուտում եւ ձեզ բոլորը դիտում են, դուք ինչ ազդակ եք տալի։ Այսինքն ես երկրի թիվ 1 ղեկավար լինելով վտանգ եմ տեսնում, ռիսկեր եմ տեսնում իմ ընտանիքի անդամների առողջության համար հայկական ծագումով ծկտամթերք չեմ ուտում եւ հարգելի եվրոպացիներ, Դուբայ, կապ չգիտեմ, մեկ այլ երկրներ, մեր ձուկը ինչու չեք գնում, լուրջ եք ասում, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքները համապատասխանում են որակական չափանիշներին եւ արտահանվում են այն լոգիստիկ ճանապարհներով, որը 10 տասնամյակներով ձևավորվել է, մարդու ծիծաղ դա գալիս, որը ձևավորվել է եւ Նիկոլ Փաշինյանը, մեր հրաշք էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆինանսների նախարարը եւ այլ կառավարության անդամներ ջատագովում են, որ մեր ապրանքները վաճառվում են օրնի բուն եվրոպական երկրներում, չկա նման բան, Հայաստանի Հանրապետության արտադրված ապրանքները Եվրոպայում չեն սպասում, Հայաստանի Հանրապետությանը եվրոպական ընտանիք չեն սպասում, Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը երբևիցե չի կարող եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալ, դա բացառվում է թե քաղաքական առումով, թե տնտեսական առումով, թե ռազմական առումով, դա նոնսենս է, պարզապես Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը 8 տարի շարունակ հետևողականորեն Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, տնտեսական, ռազմական առումով տանում է կործանման, դրա վառ օրինակը Արցախի Հանրապետությունն էր, ով է այսօր խոսում Արցախից, ոչ ոք, ով է այսօր խոսում Արցախի տեղաբանը, բռնի ուժով տեղահանված քաղաքացիների հոգսերի պրոբլեմների մասին, ոչ ոք, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Արցախ երբևիցե չի եղել մեր իրականության մեջ, ոչ, դա պարզապես պլանավորված, փուլ առ փուլ
դանդաղ իրականացվող ազգակործան ծրագիր է։ Միայն այն, որ Հայաստանի Հանրապետությունը չունի գյուղատնտեսության նախարարություն, մեր գյուղատնտեսության ոլորտում պետք է ունենանք այս խնդիրները։ Հայաստանի Հանրապետությունը չունի էներգետիկայի նախարարություն եւ մենք աստիճանաբար ունենալու ենք նաեւ էներգետիկ ճգնաժամ, ատոմակայանի հետ կապված, հեծի հետ կապված եւ առհասարակ այս հայ-ռուսական արճակատման արդյունքում չի բացառվում, որ նվազագույնը Ռուսաստանը կթանկացնի գազի գինը մատակարարվող որոշակի տոկոսներով եւ առհասարակ մի անորոշ ժամանակով դադարեցնի Հայաստան գազ մատակարարելը։ Ինչ ենք անելու, փայտ ենք վառելու, որպեսզի տաքանանք։ Եվ էներգետիկայի նախարարությունը փակելով, գյուղատնտեսության նախարարությունը փակելով հարվածում ենք մեր տնտեսության կարևորագույն ոլորտներին։ Եվ երրորդը, Սփյուռքի նախարարությունը փակելով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այս 3 նախարարությունները 18 թվականին փակելով, մենք նաև կտրվեցինք Սփյուռքի աջակցությունից, քաղաքական, տնտեսական եւ ֆինանսական առումով։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր կառավարության այրերը կամ գիտակցաբար են անում, կամ տարական տգետ են չեն հասկանում, որ իրանք կործանում են մեր երկիրը, մեր տնտեսությունը, մեր ազգաբնակչությանը վտանգների եւ ռիսկերի նորանոր խնդիրների առաջ են կանգնեցնում։ Եվ ընդհանրապես այսպիսի մի բան կա։ Այսօր նույն Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ 2.5-3 միլիարդ դրամի ձկնաբուծության ոլորտը հարկեր է վճարում Հայաստանի Հանրապետությանը։ Եվ զարմանում է, որ այդքան քիչ է, եւ զարմանում է, որ ասում ենք կարևորագույն տնտեսության ճյուղ է, բայց ասում եք, քանի որ այսքան հարկեր են վճարում, դա այնքան էլ մեծ տնտեսության ճյուղ չի։ Պարոն Փաշինյան, շատ ճիշտ եք ասում, դուք մի այսպես գրչի, հպումով մի քանի միլիարդ դրամի պարգևավճարներ եք տալի, 3 միլիարդ այս կողմ, 3 միլիարդ այս կողմ, մի տնտեսության ոլորտ կործանելով, մի տնտեսության ոլորտ վերականգնելով, ձեզ համար դա ոչ միական նշանակություն չունի, շատ ճիշտ եք ասում, 3 միլիարդն ինչա, որ ձկնաբուծության ոլորտի համար պայմաններ ստեղծենք, որ կարողանանք արտանենք։ Եթե մեր տնտեսությունը խնդիրներ չունի, եթե Եվրոպային կարողանում անարգել արտահանենք, հարց է առաջանում, ինչու եք զանգահարել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հեռախոսազրույց ունենալու համար։ Եվ ձեզ չշնորհավորեց, որը քաղաքական ապտակ է։ Ձեզ կշնորհավորի Վլադիմիր Պուտինի այն ժամանակ, երբ որ դուք անմիջական հանդիպում ունենաք, բայց ԵԱՏՄ անդամ կառույցի երկրները հստակ պահանջ են դրել, որ հանրաքվե անցկացրեք, Հայաստանի Հանրապետությունը գնում է Եվրոմիություն, թե մնում է ԵԱՏՄ-ում։ Եվ դուք ինքներդ ասել եք, որ մենք կանցկացնենք հանրաքվե այն ժամանակ, երբ որ նպատակահարմար կգտնենք, շատ հիանալի է, շատ ճիշտ եք ասում, որովհետև դուք շատ լավ գիտեք, որ ԵԱՏՄ-ում Եվրամիությունում մեզ չեն սպասում։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչու ենք մենք խնդիրներ ստեղծում, ինչու ենք մեր ժողովրդին, մեր տնտեսվարող սուբյեկտներին հрамցնում այն սուտը, որ Եվրոպան ավելի լավն է, քան ԵԱՏՄ-ն, ինչու ենք մենք մեր երկրում հակառուսական քարոզչություն տանում այդ գրանտակերների արդյունքում, այդ Շիրինյան, Խզմալյան, չգիտեմ, եւ այլն մարդկանց կողմից։ Այդ մարդիկ գոնե տնտեսությունից մի բան հասկանում են, կամ առհասարակ դուք տնտեսությունից մի բան հասկանում եք, չի կարելի նման տնտեսական քաղաքականություն իրականացնել։ Գալու է մի պահ, որ մենք լուրջ ֆինանսական խնդիրներ ենք ունենալու պետական բյուջեի մուտքերի հավաքագրման արդյունքում։ Գալու է մի պահ, որ մենք խնդիրներ ենք ունենալու առհասարակ մեր տնտեսության անվտանգության պահպանման, վերականգնման եւ փրկման առումով։ Ինչու եք նման քայլեր անում։ Դրա փոխարեն 175 միլիոն տրամադրելու են օգոստոսին Սևանա լճի ափին Վարչաֆեստ համերգին, 24 միլիոն դա տրամադրելու են Պաուստային ֆոնդից, 24 միլիոն պետբյուջեից հեծանվային արշավին։ Խնդրեմ։ 5 միլիոն պարգևավճարներ է ստեղծում, 13 միլիոն դոլար։ Այսպիսի մի խոսույթ կա, ասում է բոլորին թվում է, որ իրանք գյուղատնտեսությունից հասկանում են, քանի որ ամեն օր կարտոֆիլ են օգտագործում։ Դա իմ մտքերը չի, դա գերմանացի տնտեսագետ եւ փիլիսոփա Ֆոտոսի մտքերն է։
Եվ հետաքրքիրը գիտեք, որ երբ որ մենք ունենք կառավարություն, ազգային ժողով, հա, նորընտիր արդեն իսկ, եւ ընդդիմություն խորհրդարանական, եւ այս քաղաքական գործիչները ի պաշտոնավարում են, բայց գիտելիքներ չունեն իրականում կառավարելու երկիրը, տնտեսությունը, բնականաբար մենք ունենալու ենք այն, ինչ որ ունենք։ Ես չգիտեմ ինչ համերգի մասին է խոսքը գնում, եւ չգիտեմ ինչ հեծանիֆի հայտ արշավի հետ կապված։ Հեծանիֆ վարելը, քշելը դա առողջարարը չեմ վիճում եւ համերգներ կազմակերպելը նույնպես։ Բայց Հայաստանի Հանրապետության ղեկավարը իրավունք չունի նման բաներով զբաղվի։ Նա պետք է ժամանակ չունենա նման բաներով զբաղվի։ Ես ոնց բացատրենք այս մարդկանց եւ ժողովրդին մեսիջներ ուղարկենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ կառավարության անդամները պետք է օրնի բուն աշխատեն տնտեսության արչև ծառացած խնդիրները հաղթահարելու համար, այլ ոչ թե թողեն միայնակ տնտեսվարող սուբյեկտներին, ինչպես ուզում եք ձեր ապրանքները արտահանեք, ինչպես ուզում եք ձեր խնդիրները եւ կարիքները հոգացեք, նման բան չի կա, դա զառանցակ է, դա չի կարող առողջ մարդու տրամաբանության մեջ, տեղավորվել նման խնդիրներ ունեցող պետությունում, ինչ որ վարչապետը համերգ է նախաձեռնում, պետական բյուջեից գումարներ են հատկացնում, լավ է պետական բյուջեից գումարները հատկացնելը հասկացանք, այնպիսի ոլորտներում տրամադրեք, որ դրանից արդյունք լինի ձեր PR-ի համար, պարոն վարչապետ, այդ գումարները մի վատնեք, պարգևա վճարներ եք տալի, ասում եք լավ աշխատել է, եթե մեր էկոնոմիկայի նախարարը Գևորգ Պապոյանը ոչ բարով լավ նախարար է, իրավունք չունի այդ դեպքում Հայաստանի Հանրապետությունում արտադրված յուրաքանչյուր միավոր ապրանքը արտահանման խնդիրների առջև կանգնի, չի կարող նման բան լինել, ոնց կարա մարդը լավ աշխատի, ի պաշտոն է եւ իր տնտեսությունում խնդիրներ ունենան, Գևորգ Պապոյանի նվազագույնը պետք է աշխատանքից հեռացնել, առավելագույնը տնտեսական, որպես հանցագործ դատի ենթարկել, պատասխանատվության ենթարկել, այդ ինչպես է արել, որ այսօր մեր տնտեսության արտահանման հետ կապված խնդիրներ ունենք, ինչպես է ստացվում, որ մեր տնտեսությունում ներդրումներ չկան, ինչպես է ստացվում, որ մեր տնտեսությունում գրեթե զրոյական ներդրումներ են։ Ոնց կարող է, ասենք, արդարադատության նախարարը պարգևա վճարները ստանալ լավ աշխատանքի համար, եթե գիշեր-ցերեկ սպանություններ եւ հանցագործություններ են, թմրամոլություն, որ մեկը կարող ենք ասել, բոլորը կարող ենք ասել, ոնց կարող ենք վերանշանակվելու է Փաշինյանը հաստատեց, ՊՆ նախարարը վերանշանակվելու է, բանակում մահեր, փոշտամբուններ, ամբողջ երկիրը հանցագործության մեջ խախտում է, սրան է գումարած 2 օր առաջ քպականները փողի համար իրար ծեծեցին ու հայհոյեցին։ Երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ ընդդիմությունը մարդկանց մի համախումբ է, որոնք չեն գիտակցում, ինչ է նշանակում պետություն, պետականություն, կառավարել երկիրը եւ տնտեսությունը, բնականաբար պետք է ունենանք այն, ինչ որ այսօր ունենք։ Մեր նախարարները, ազգային ժողովի պատգամավորները, թե նախկին, թե արդեն իսկ նորընտիրները, գոնե գիտակցում են, որ մենք հայրենիք եւ երկիր ենք կորցնում։ Այո, դուք ճիշտ եք ասում այդ Աբովյանի դեպքերի հետ կապված, այո, ճիշտ եք ասում 8 զոհ մահացած զինվորներ ունենք եւ լրագրողը հարց էր տալի Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը անտեսեց մի պահ այդ 8 զոհինը, հետո հասկացավ միգուցե վերադարձավ պատասխանեց, ու միգուցե այսպես ասած դա նորմալ է եւ այլն եւ այլն։ Այն որ բանակում զոհեր լինում են, դա նորմալ է, ճիշտ եք ասում, բայց ոնց որ պատասխանատվություն կրող մարդիկ չկան, այ դա նորմալ չի։ Այն որ երկիրը ողողված է թմրանյութերով, հանցագործության տարերով, դա նորմալ է, բայց նորմալ չի, երբ որ նախարարդ մնում է անփոփոխ եւ այդ պրոբլեմներ, այդ խաղամոլությունը, թմրամոլությունը, հանցագործությունների շեշտակի աճը աստղաբաշխական տոկոսներով, դա նորմալ չի փոքր երկրի համար։ Այն որ արդարադատություն չկա, այն որ
Պրոբլեմներն այնքան շատ են, չգիտեք որտեղից ասենք։ Հայաստանի Հանրապետությունը փոքր երկիր է, եւ այս պրոբլեմները, որը ստեղծվել են, չպետք է լինեին։ Առհասարակ չպետք է լինեին։ Ոնց կարող է 3 միլիոն, ճակերտների մեջ բնակչություն ունեցող պետությունը նման խնդիրների առաջ կանգնի։ Իշխանությունը, սիրելի հայրենակիցներ, այսպիսի հասկացություն է, իշխանության բնորոշումը հետևյալն է, որ տվյալ անձը կամ մի խումբ անձինք իրենց կառավարման արդյունքում բախտորոշում են տվյալ երկրի պետության ճակատագրի ուղին, հետևանքներով հանդերձ եւ մեր իշխանությունները, առավել եւս վերջի իշխանությունները իրենց կառավարման արդյունքում խեղաթյուրեցին Հայաստանի Հանրապետության եւ կորուսյալ Արցախի Հանրապետության զարգացման ուղին, զարգացման ճանապարհը եւ դրա բացարձակ մեղավորը կրում են ինչպես իշխանությունները, այնպես էլ օրվա խորհրդարանական ընդդիմությունը, բայց այն որ պատասխանատվության այրուցի բաժինը մեր իշխանություններն են կրում, դա միանշանակ, բայց երբ որ ոլորտային խնդիրներ ունենք եւ այդ ոլորտային խնդիրների պաշտոնատար անձինք աշխատանքից չեն հեռացվում, քրեական պատասխանատվության չեն ենթարկվում եւ առհասարակ պատասխանատվության չեն ենթարկվում, նշանակում է մի բան այն չի մեր երկրում, թե ժողովրդի ուղեղում, թե կառավարության ուղեղում, ոնց կարող է հետապնդում լինի խոշոր տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ, Գագիկ Ծառուկյանի մասին է խոսքը, քաղաքական հայացքներից ելնելով, Արարատ ցեմենտը կարելի ասել այո, խլեցին ինչպես հեծը, այնտեղ Ճոպանուղին Ծաղկաձորի, այնտեղ հեծը եւ այլն, լավ հասկացանք, այդ ձեր քաղաքական գործոնից ելնելով, բացարձակ իշխանության լկտիության եւ սանձարձակության արդյունքից ելնելով, դրա մեղավորը միանշանակ ընդդիմությունն է, դրա մասին խոսք չկա, ելնելով դուք տնտեսությանը այդպիսի ռեպրեսիաների եք ենթարկում եւ գտնում եք դա նորմալ է, ինձ համար դա նորմալ չի։ Գևորգ Պապոյան ուղիղ ձեզ եմ դիմում, արա, ֆինանսների նախարար ձեզ եմ դիմում, ոնց կարող եք դուք հանգիստ նստեք, երբ որ տնտեսությունում կապիտալի վերաբաշխում է լինում, կամ բիզնեսի, այսպես ապօրինի խլում է լինում, կամ ոչ իրավաչափ գործողություններ են տեղի ունենում, դուք ոնց կարող եք ի պաշտոնե հանգիստ նստեք, պարոն Գևորգ Պապոյան, դուք ի պաշտոնե պետք է հոգ տանեք յուրաքանչյուր միավոր տնտեսվարող սուբյեկտի խնդիրների հետ կապված, դուք պետք է հոգ տանեք յուրաքանչյուր աշխատողի, տնտեսվարող սուբյեկտի, միավոր արտադրված ապրանքի, ներմուծվող ապրանքի, արտահանվող ապրանքի, հումքանյութային ռեսուրսների, դուք պետք է 24 ժամ անաչառ ուշադրությամբ հետևեք տնտեսության ողջ շարժը, ֆինանսների նախարար, դուք պետք է յուրաքանչյուր աստծոր Գևորգ Պապոյանի եւ ԿԲ նախագահի հետ հետևողական լինեք Հայաստանի Հանրապետության տնտեսության ֆինանսական, արտադրատնտեսական, աշխատուժի եւ այլ կապիտալ միջոցների տեղաշարժի եւ դրա արդյունավետ կառավարման համար, այլ ոչ թե դուք արդարացնեք ձեր ղեկավարի Նիկոլ Փաշինյանին, որ լավ է անում, ոչ լավ չի կարող լինի, եթե Գագիկ Ծառուկյանը հանցագործ է, ենթադրենք հանցագործ է, թեպետ անմեղության կանխավարկածը միանշանակ պետք է պահպանվի, լավ, 8 տարի է, բա ինչով էիք զբաղվում, Սրբուհի Գայլյան, 8 տարի ինչով էիք զբաղվում, քննչական կոմիտե, հարկային, մաքսային, հակակոռուպցիոն 8 տարի ինչով էիք զբաղվում, նոր եք հասկացել, որ այս մարդը, ասենք, տնտեսական եւ քաղաքական, ասենք, հանցագործ է, նոր եք պարսիկների մասին տեղյակ լինել։ Բայց ինչ է պարզվել, որ այդ պարսիկներն են գցել իրականում, ժուլիկներ են եղել եւ ավելին իրենք են 14 միլիոն պարկ նայվեց մարդուն։ Իրենց դա է բացահայտվել։ Բայց եթե գանք ամեն դեպքում վերջին հարցին էլ, եթե պարոն Մարտիրոսյան, պետք է խնդրեմ թվերով ներկայացնեք տնտեսական ինչպիսի կոլապսի առաջ ենք կանգնած եւ այս ամենը ինչի է հանգեցնելու, այսինքն կոլապսից հետո էլ ինչ հանգեցնել։
Դե եթե մի պետություն պարտք է փակում, այստեղ տնտեսական զարգացվածության մասին խոսք չի կարող գնալ, դա միանշանակ։ Տնտեսական առումով ես ասել եմ, որ հունվարի 1-ին 15 միլիարդը գերազանցելու եւ ձեր եթերով եւ առիթեմ ունեցյալ եթերներով նույնպես ասել եմ։ Ցավոք, սակայն պետական արտաքին եւ ներքին պարտքը շեշտակիորեն ավելանում է եւ ցավոք սրտի ոչ արդյունավետ, այսինքն կապիտալ ներդրումներ չեն արվում, որը հետագայում եկամուտ ակնկալենք։ Պետական պարտք ենք վերցնում պարտք փակելու համար։ Սա արդեն իսկ խնդրեմ է, որովհետեւ յուրաքանչյուր ֆինանսիստ, յուրաքանչյուր տնտեսագետ, հասարակ միջին քաղաքացու մտածելակերպով չէ, յուրաքանչյուր տնտեսագետ շնորհակալ եմ, շատ լավ հասկանում է, որ պարտքը փակում են եկամուտով, բայց մենք պարտքը փակում ենք պարտքով։ Դա արդեն նշանակում է, որ մեր տնտեսությունում խնդիրներ ունենք։ Եվ երկրորդ, ինչ վերաբերվում է առհասարակ, այս պատժամիջոցները միանշանակ իր բացասական հետևանքներն է թողելու Հայաստանի Հանրապետության միանշանակ եւ բացասական հետևանքներն է թողելու մեր տնտեսության վրա ֆինանսական առումով։ Տեսեք, առանց այդ էլ մենք դեմոգրաֆիկ լուրջ խնդիր ունենք, այսինքն մեր հասարակությունը ծերացած է, մեր ազգաբնակչությունը շարունակում է արտագաղթել, ծնելիությունը ցածր մակարդակի վրա է։ Մինչև 2030 թիվը Հայաստանի Հանրապետության թոշակառուների թվաքանակը գերազանցելու է Հայաստանի Հանրապետության աշխատուժի թվաքանակին։ Դա արդեն բերելու է տնտեսական եւ սոցիալական աղետի։ Եվ անչափահասների թիվը ել ավելի է նվազելու, որը չի համալրելու աշխատուժի շուկան այն տեմպերով, որը պետք է նախատեսված լինի բնական տնտեսական պրոցեսներից ելնելով։ Սա մեր տնտեսության ծերացման արդյունքն է։ Իսկ եթե մի հասարակություն գնում է դեպի խորը ծերացման, այդ հասարակությունը գնում է աղքատացման։ Իսկ որպեսզի կանխենք մեր ազգաբնակչության ծերացմանը եւ աղքատացմանը, ունենանք աշխատուժ ապագայում, մենք պետք է վերանայենք մեր տնտեսական արտաքին քաղաքականությունը։ Մենք պետք է չքանդենք այն շուկաները, որը տասնամյակների ընթացքում ձեռք են բերել մեր տնտեսվարող սուբյեկտները իրենց աշխատանքի արդյունքում։ Մենք չպետք է փրթած մածունը փորձած թանի հետ փոխարինենք։ Դա կոպտագույն սխալ է, որը մենք անում ենք։ Այս մեր գյուղատնտեսության ոլորտի այս լուրջ խնդիրները, որը ծառացել են, իմնովին թաղելու է մեր գյուղատնտեսությունը։ Իսկ գյուղն է կերակրում քաղաքացուն։ Ես խոնարհվում եմ մեր գյուղացիների առջև, որոնք օրնի բուն, ձյան, անձրևի, արևի տակ հող են մշակում, կռիվ են տալի հողի հետ, բարիք են ստեղծում։ Թե ներքին շուկան սպառելու համար եւ կանխելով ներկրման ծավալները համասեռ ապրանքի, այլ նաեւ արտահանում են, որպեսզի կարողանանք արտարժույթ բերենք։ Եվ մենք խնդիրներ ենք առաջացնում մեր տնտեսության բոլոր ոլորտերին արհեստականորեն։ Մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը ներքաշվել է տարածաշրջանային երկարատև պատերազմի մեջ, որի հետ ունենք բաց սահման, ունենք տնտեսական փոխշահավետ համագործակցություն, էներգետիկ ոլորտից վերցրած, հումքանյութային ռեսուրսներից վերցրած։ Մենք այդ մասին մտածում ենք, թե ոչ։ Արդյոք մենք վերլուծում ենք այն ռիսկերը, որը Իրանի հետ կապված մենք կարող ենք ունենալ։ Ռուսաստանը արդեն իսկ 5 տարի պատերազմում է։ Մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ անդամ, մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ անդամ, մենք ունենք Ռուսաստանի հետ առանձին որպես պետություն բազմաթիվ բազմակողմանի քաղաքական, տնտեսական, ռազմական պայմանագրեր։ Չկա այդպիսի մի պետություն մոլորակի վրա։ Ինձ ասում են դուք ռուսամետ եք, դուք վատատես եք, ես ռուսամետ չեմ, ես վատատես չեմ, պարզապես ունենք այն ինչ որ ունենք, երբ որ դուք քնած եք այս շիականջում, այդ չի նշանակում, որ այս լավ կենթանի ձիև վատնա։
Ռուսաստանը մոլորակի վրա ուզենք թե չուզենք, պատմականորեն այդպես է ստացվել, մինչ այս պահը, ուզենք թե չուզենք, Ռուսաստանն է այն պետությունը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել մեր տնտեսության ֆունկցիոնալ կենսագոյությունը, մեր տարածքային ամբողջականությունը, մեր ազգաբնակչության անվտանգությունը, լավ է թե վատ է, միայն Ռուսաստանից կախվածություն ունենք, հա, տնտեսական, քաղաքական, ռազմական անվտանգության առումով։ Ունենք այն ինչ որ ունենք, եթե ձեզ թվում է Իսրայելը նույն մեր պես խնդրի առջև է կանգնած, նա նույնպես իր ֆիզիկական անվտանգությունը եւ տարածքային ամբողջականություն ուղիղ համեմատական կապ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Եթե ԱՄՆ-ն չցանկացավ Իսրայելին գետ 1 վայրկյան 1 հարցով օգնել, Իսրայելը որպես պետություն կդադարի մերձավոր արևելքում գոյություն ունենալ։ Մենք նույնպես Ռուսաստանի համար Հարավ Կովկասում Իսրայելը ես հասկանում եմ, որ կան Հայաստանի Հանրապետությունում, հա, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, կուսակցության ղեկավարներ, որոնք հակառուսական քարոզչություն են տանում, հարց է առաջանում, այդ մարդիկ որտեղ են աշխատում, այդ մարդիկ ինչպես են այդ գումարը վաստակում եւ ժամանակ են գտնում հակառուսական քարոզչություն տանել, այն որ Ռուսաստանը բազմաթիվ սխալներ է գործել մեր հանդեպ տարածաշրջանում Արցախի հետ կապված, դա բոլորս գիտակցում ենք, բայց դա մեր մեղքի շրջանը կա, թե նախորդ իշխանություններից եկող, թե այս իշխանությունների կողմից էլ ավելի խորացվող, սակայն ունենք այն, որ ունենք մեր տնտեսության, մեր արտաքին քաղաքականության ողջ խնդիրները, հիմնախնդիրները կարող ենք հարթել եւ լուծել, երբ որ մենք վերջնականապես դադարեցնենք այն սին խոսքերով, որ մեզ կերակրում է արևմուտքը եւ այն քաղաքական գործիչները, վերլուծաբանները, որոնք մեզ, հա, հասարակությանը ագիտացիա են անում, որ ռուսը քխ է, բոբոձած է, Եվրոպան ավելի լավ է, այս դեպքում հարց է առաջանում, ինչու եղավ, որ Եվրոպան մեր երկրում, հա, մեգա պրոյեկտների նախաձեռնող եւ ներդրող չէ այս 35 տարի Ռուսաստանը կամ նախին սովետական միության երկրները, ինչ է, Եվրոպան Հայաստանի Հանրապետության տեղը չգիտի, ես կարող եմ ասել հետեւյալը, որ այն խնդիրները եւ հիմնախնդիրները, որը ծառացած է մեր պետության առջև, դրա միակ եւ թիվ 1 մեղավորը Հայաստանի Հանրապետության վարչապետն է ի պաշտոն է որպես կառավարության անդամ, ոչ թե թիվ 1 ղեկավար երկրի, այլ որպես կառավարության անդամ, որպես տնտեսության թիվ 1 ղեկավար, էկոնոմիկայի նախարարն է, գյուղատնտեսության նախարարություն չունենք, եթե լինենք լավ կներ, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն է, ֆինանսների նախարարն է, կենտրոնական բանկի նախագահն է եւ այն հանձնաժողովներն են, որոնք ազգային ժողովում առկա են։ Առհասարակ մենք պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն։ Եթե մենք ուզում ենք երկիր ունենանք, պետություն, պետականություն ունենանք, Հայաստանը չդադարի հայկական լինել, որը Արցախի հանրապետությունն է, մեր կառավարությունը պետք է օրեշուտ փոխվի կամ իրենց ուղեղը պետք է փոխեն։ Ես եմ ձեզանից շնորհակալ։